Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպը երկբորյակ նշանի համար։ Սիրելի երկբորյակներ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, մոլորակների դիրքավորումը, ինչպես նաև կնշեմ լարված օրերի մասին, հատկապես որ այս ամսում լարված օրերը շատ են լինելու։ Հիշեցնում եմ, որ առաջին հերթին հորոսկոպը նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով լրացնում ենք։ Այսպիսով, արևը մինչև հուլիսի 22-ը կգտնվի Խեցգետի նշանում ձեր երկրորդ տանը, իսկ որտեղ արևն է, այնտեղ ուղղվում է մեր էներգիան, այսինքն երկրորդ տունը իրենից ներկայացնում է ֆինանսները, այն ամենը, ինչը մեզ համար արժեք է ներկայացնում, ինչպես նաև աշխատավարձի թեման, Այնուհետև ամսի 22-ից սկսած արևը կանցնի առյուծ նշան ձեր երրորդ տուն եւ ակտիվությունը, այսպես ձեր ֆոկուսը կանցնի դեպի երրորդ տուն, կապված քույր եղբայրների հետ, բանակցություններ, դասընթացներ, ինչպես նաև կապի տրանսպորտի միջոցներ, կենցաղային տեխնիկա։ Մերկուրի մոլորակը մինչև հուլիսի 23-ը կգտնվի հետընթաց դիրքով Խեցգետի նշանում ձեր երկրորդ տանը, նսրա հետ կապված առանձին նյութ ունեմ արդեն պատրաստած, հետընթաց Մերկուրիի թե ինչ է կարելի, ինչ չի կարելի անել եւ ում վրա ինչպես կազդի, հղումը կարող եք գտնել նկարագրությունների բաժնում, եթե չեք նայել, անպայման նայեք։ Վեներա մոլորակը մինչև հուլիսի 9-ը կգտնվի առյուծ նշանում ձեր երրորդ տանը, բերելով ձեզ գուցե ինչ-որ գնում կամ անգամ գուցե նվեր ստանաք որևէ կենցաղային տեխնիկա, կապի տրանսպորտի միջոց, կամ հնարավոր է ինչ-որ ճանապարհ գնաք, որից հետո նոր սիրավեպ սկսվի։ Ամսի 9-ից սկսած մինչև ամսվա վերջ Վեներան կգտնվի կույս նշանում ձեր չորրորդ տանը եւ հնարավոր է այս ժամանակահատվածում շատ երկբորյակներ որոշեն տանը կոսմետիկ վերանորոգում իրականացնել կամ տանը ինչ-որ կահույք կամ վարակույր, ինչ-որ իր փոխել տանը, որը ձեզ ավելի կոմֆորտ կբերի։ Ինչպես նաև այս դիրքավորումը խոսում է անշարժ գույքի գնման կամ վաճառքի մասին։ Մարս մոլորակը, սիրելի երկբորյակներ, ամբողջ ամիս գտնվելու է երկբորյակ նշանում ձեր առաջին տանը, բերելով ձեզ մեծ ակտիվություն, մեծ էներգիա, լավ ժամանակահատված է, որպեսզի սկսեք զբաղվել սպորտով։ Մարսը առաջին տանը հնարավոր է բերի վիրահատություն, ինչը կապված է պլաստիկ էսթետիկ միջամտություններին է վերաբերում։ Ինչպես նաև կարող է բերի նոր ծանոթություն տղամարդու հետ, խոսքը վերաբերում է տղամարդուն, եւ Մարսը այստեղ մի փոքր բացասական առումով հնարավոր է վիճաբանություններ բերի ձեր կյանք կամ ինքները դառնաք մի փոքր ավելի ագրեսիվ։ Այնպես որ սպորտով զբաղվեք, որպեսզի Մարսի էներգիան մի փոքր հանդարտեցնեք։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել առյուծ նշանում, այս ամսում 0-ից 6 աստիճան շարժվելով, Յուպիտերը առյուծ նշանում դա ձեր երրորդ տունն է, այսինքն բանակցություններ, շփում, ինչ-որ նոր ընկերներ, գաղափարակիցներ, ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոց, իսկ սա նշանակում է, որ Յուպիտերը այս վերոնշյալ թեմաների շուրջ ընդլայնում է բերելու ձեզ, այսինքն գուցե ունենաք ել ավելի լավ համակարգիչ, ել ավելի լավ հեռախոս կամ առհասարակ ցանկացած տրանսպորտային միջոց կամ ձեր միջավայրը ավելի փոխվի, ավելի ընդլայնվի կամ բանակցությունները շատ լինեն այս ժամանակահատվածում։ Յուպիտերի հետ կապված եւս առանձին նյութ ունեմ տեղադրած, կարող եք անցնել նայել։ Այժմ որպեսի չկրկնվեմ, միայն կնշեմ, որ Յուպիտերի ազդեցությունը այս ամսում դրական առումով իհարկե կզգան այն երկբորյակներն, ովքեր ասցենդենտով են երկբորյակ, ասցենդենտը գտնվում է 0-ից 6 աստիճանում կամ ովքեր ծնվել են մայիսի 23-ից մայիսի 29 ընկած ժամանակահատվածում։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում ձեր 7-րդ տանը, այս ամսում 21-ից 24 աստիճան շարժվելով, սև լուսինը հնարավոր է բերի վախեր, ինչ-որ հրումներ, կապված ամուսնու, կնոջ կամ գործընկերների ու հաճախորդների հետ։ Հատկապես սև լուսինը երբ 7-րդ տանն է լինում, սիրելի ընկերներ, հաճախ նման իրավիճակներ են ստեղծվում, որ կարող է սականանց է վերաբերվում ու ձեր ամուսնու կյանքում հայտնվի ինչ-որ մեկը, ով փորձի ձեզնից տանել ձեր ամուսնուն։ Իհարկե բոլորին չի վերաբերվում, բայց նման իրավիճակներ եւս լինում են։ Այս ամսում սև լուսնի ազդեցությունից պետք է զգուշանան այն երկբորյակները, ովքեր ասցենդենտով են երկբորյակ։ Ասցենդենտը գտնվում է 21-ից 24 աստիճանում կամ ովքեր ծնվել են հունիսի 13-ից հունիսի 16-ը ընկած ժամանակահատվածում։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված։ Նորալուսին ենք ունենալու հուլիսի 14-ին, Խեցգետի նշանում ձեր երկրորդ տանը, սա նոր էներգիա է, նոր աշխատավարձ կարող է լինել, նոր գումար, նոր ինչ-որ հաճելի նվեր կամ նոր ուղի գումար աշխատելու։ Եվ լիալուսինը կլինի հուլիսի 29-ին ջրհոս նշանում ձեր 9-րդ տանը։
Այսինքն այս ժամանակահատվածում ինչ որ վերջնական իրավիճակ պատկերացում կունենաք կապված այն ամենի հետ, ինչը վերաբերում է արտասահմանին եւ բարձրագույն կրթությանը։ Այսինքն այս լիալուսնի ազդեցության ներքո գուցե իմանաք, որ ինչ-որ համալսարան եք ընդունվել կամ վիզա եք ստացել, անձնագիր եք փոխել, մի խոսքով նման հարցեր։ Այժմ լարված օրերն եմ նշում, լարված է լինելու հուլիսի 3-ը, հատկապես սիրելի երկորյակներ, այս լարվածությունը ձեզ վերաբերելու է, որովհետև Մարսը եւ Ուրանը միանալու են երկորյակ նշանի 3 աստիճանում։ Եթե ծննդյան քարտեզով կան դրական դիրքավորումներ, այս միացումը մի հատ այսպես շատ անսպասելի բում կարող է լինել ձեզ համար։ Եթե իհարկե ծննդյան քարտեզով պայմանավորված դիրքավորումներ ունեք, հատկապես եթե ասցենդենտով եք երկորյակ, ասցենդենտը գտնվում է երկորյակի 3 աստիճանում կամ ովքեր ծնվել են ամսի 26-ին, 25, 26, 27, այս 3 օրերի ծնվածները։ Մայիսի 25-ի, 26-ի եւ 27-ի, ապա այս միացումը բոլորից շատ դուք եք զգալու։ Հաջորդ լարվածությունը կլինի ամսի 6-ին, ամսի 3-ին, ներողություն, ամսի 13-ին, ամսի 20-ին, հուլիսի 26-ին եւ հուլիսի 26-ից սկսած մինչև ամսվա վերջ Արևը եւ Յուպիտերը միանալու են իրար եւ 90 աստիճանի անկյուն կազմեն Պլուտոնի հետ։ Իսկ որտեղ Յուպիտերը այնտեղ ամեն ինչ ընդարձակվում է, իսկ Պլուտոնը բացասական ասպեկտացիայով բնականաբար լարվածություն է տալիս մեծ։ Այնպես որ փորձեք այս օրերին զերծ մնալ, մարդաշատ վայրեր գնալուց կամ առհասարակ ինչ-որ կարևոր գործողություններ իրականացնելուց։ Այսքանը սիրելի երկորյակներ, հուլիս ամսվա հետ շուտով կհանդիպենք, ցտեսություն։